Քոչարյանը սերժական կլանը պետքա ունե զրկվի օր առաջ, րոպե առաջ։ Այս հայտարարությունից մոտ 12 ժամ անց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են, տեղափոխվել հակակոռուպցիոն կոմիտե։ Իրավապահները խուզարկել են Ռոբերտ Քոչարյանի առանձնատունը, ըստ տեղեկությունների առանձնատանն է եղել նաև երկրորդ նախագահի ընտանիքը։ Վաղ առավոտյան 7-ի սահմաններում ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները ներխուժել են նաև Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր երկրորդ նախագահի որդու Լևոն Քոչարյանի բնակարան։ Քոչարյանի փաստաբանների մուտքը սկզբում խոչընդոտվել է։ Հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ եւ վարութային այլ գործողություններ, նշված է հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարության մեջ։ Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 6 անձ։ Դա ինչ որ նկարագրված առաջին հանցագործություն չի, պարոն Քոչարյանի հետ որևէ առնչություն նկարագրված չի։ Ուրեմն համապատասխանաբար մենք սա գնահատում ենք 3 հնչեցված գործընթացներ, 3-ը 3-ով չի ավարտվում, էլի դրան նախորդող, դրան ամբողջ գործընթացի շրջանակներում։ Հետաքրքրական է, որ ձերբակալությունից ժամեր անց հակակոռուպցիոն կոմիտեն տարածել է 5 րոպեից ավելի տևողությամբ տեսանյութ։ Լևոն Քոչարյանի բնակարանում մոտ 7 ժամ տևած խուզարկությունից հետո իրավապահները հեռացել են։ Ինչ էին փնտրում իրավապահները եւ ինչ են տարել իրենց հետ։ Խուզարկության ավարտից հետո Լևոն Քոչարյանն ու նրա փաստաբանները մանրամասներ են ներկայացրել։ Իղձ դավաճանի սովորական գործելավոճն է, այս ամեն ինչը կապված է մեր ընդդիմադիր գործունեությունից, այս իշխանության վարած քաղաքականության հետ համաձայն չլինելը, սրա մասին խոսելը, բարձրաձայնելը, չընկրկվելը, չնահանջելը, չկզելը, նույնը վերաբերում է թե եկեղեցու դեպքում, թե Գագիկ Ծառուկյանի մասով, թե մեր մասով, թե ով որ խոսում է, բարձրացնում է իր ձայնը, պայքարում է, այդ մարդկանց հետից գնում են։ Դե յուրը Լևոն Քոչարյանը չունի որևէ կարգավիճակ, բայց դե ֆակտո ունի կարգավիճակ, ունի մեղադրյալի դե ֆակտո կարգավիճակ։ Հայտնի է, որ խուզարկության ընթացքում Լևոն Քոչարյանի 3 անչափահաս երեխաները գտնվել են բնակարանում։ Երեխաները շփոթված էին շատ դիմավորել, պատկերացրեք դուռը Ռոբերտ Քոչարյան կրծերն է բացել ու ասենց ասում էր, «Էս ինչ են անում այս մարդիկ էստեղ»։ Լևոնի կինն էլ փորձում էր փոքրիկին բացատրել, որ չգիտեմ, հնարավոր է Սպայդերմենն է եկել։ Կապարակնքվել է Toyota ընկերության երևանյան գրասենյակը, որի բաժնետերերից է Սեդրակ Քոչարյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները նաև ներխուժել են Orange Fitness մարզասրահ եւ Play City զվարճանքի կենտրոն։ Այս ընկերությունների տնօրենների բնակարաններում նույնպես խուզարկություն է ընթանում։ Իրավապահները գնացել են Լևոն Քոչարյանի կնոջը երկչուհի Սիրուշոյին պատկանող զարդերի խանութ սրահները, խուզարկել են նաև Piazza Grande բիզնես կենտրոնում գտնվող գրասենյակը։ Խուզարկություններ կատարվում, որի շրջանակներում վարույթի համար նշանակություն ունեցող որևէ բան չհայտնաբերվեց։ Ինչպես տեսակ, չգիտեմ ոնց կոչեմ, էլի կապարակնքում կամ պլոմբում, հա, ժողովրդական լեզվով որ ասում են, այդ գործողությունը իրականացվեց։ Կոմիտեի շենք են գնացել շտապ օգնության մեքենաներ։ Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը վատթարացել է։ Նրան շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Սեդրակ Քոչարյանը դիմակավորված ԱԱԾ-ականների ուղեկցությամբ դուրս եկավ հակակոռուպցիոն կոմիտեից ու մեքենայով գնաց նրանց հետ։ Ըստ դատախազության տարածած հաղորդագրության Հայաստանի երկրորդ նախագահը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հոդվածներով։ Դատախազը նախագահ Քոչարյանի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում։ Նշվում է նաեւ, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։